Հյուսիսային Ամերիկայի ալգոնկինների ցեղախմբի անդամները հավատում են, որ եթե ձմեռային ծանր պայմաններում մարդը չդիմանալով քաղցին մարդակերությամբ զբաղվի, ապա նրա մեջ կմտնի չար ոգի, նրան վերածելով հրեշավոր արարածի, որին որ նրանք կոչում են Վենդիգո։ Արարածը ունի հավիտենական սովի զգացում, երբեք չի հագենում և անընդհատ փնտրում է իր նոր զոհին։ Վենդիգոյի չար հոգով բռնված մարդու նկարագրությունը ավանդաբար հետևյալն է եղել. նիհար երկար ձեռքերով և ոտքերով մարդ, որը որ ուներ ձգված մաշկ և այդ մաշկի տակից արտահայտված երևացող ոսկորներ, արարած, որը որ չունի հագեցվածության զգացում, այսինքն մշտական սովի մեջ է և միշտ ձգտում է գտնել իր նոր զոհին։ Արարածը աչքի է ընկնում իր գերմարդկային ուժով և տեղաշարժման արագությամբ։ Տվյալ ցեղերը ասում են, որ վենդիգոները ունեն նաև սառցե սիրտ։ Վենդիգոները հիմնականում ակտիվ են գիշերային ժամերին կամ էլ ձյան փոթորիկի պայմաններում։ Նրանց հիմնական զոհերն են մարդիկ և կենդանիները։ Ասում են վենդիգոների մոտենալը արտահայտվում է տհաճ հոտով կամ էլ եղանակի կտրուկ և անբացատրելի ցրտելով։ Ամեն անգամ իր նոր զոհին ուտելուց հետո Վենդիգոյի մոտ չի վերանում իր անվերջանալի քաղցի զգացումը, այլ ընդհակառակը ամեն ուտելուց հետո Վենդիգոն չափերով ավելի է մեծանում, բայց չի վերանում նրա հավիտենական քաղցը։ Վենդիգոների հիմնական թուլությունը և վախը կրակն է։ Ամենաարդյունավետ մեթոդը նրանցից ազատվելու համար դա վարակված մարդու մարմինը ամբողջությամբ այրելն է, կամ էլ նրանց սառցե սիրտը ոչնչացնելը։ Որոշ ցեղեր վենդիգոների դեմ օգտագործում են որոշակի հատուկ ծեսեր, որոնց շնորհիվ կարծում են, որ կարողանում են հեռու պահել վենդիգոներին իրենցից։ Իսկ մերօրյա նկարագրությունը մի փոքր տարբերվում է Վենդիգոյի ավանդական նկարագրությունից։ Հիմա հիմնականում Վենդիգոյին պատկերում են որպես նիհար, բարձրահասակ, մարդանման եղնիկի գլխով արարած։ Նաև նոր նկարագրությունում ասվում է, որ Վենդիգոն իր զոհերին կարողանում է մոլորեցնել իրենց ծանոթների կամ հարազատների ձայները կրկնօրինակելով։ 1870-ականներից մինչև 1900-ականներ տվյալ ցեղերի շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որ մարդիկ պնդում էին, թե համոզված են, որ շուտով կդառնան Վենդիգո և խնդրում էին, որպեսզի սպանեն նրանց։ Այս իրադարձությունները մարդիկ կապում են Վենդիգոյի փսիխոզ կոչված բժշկական տերմինի հետ, որի ժամանակ մարդկանց մոտ մարդու միս ուտելու ահավոր մեծ ցանկություն է առաջանում։ Իսկ վենդիգոնների պատմության մեջ ամենահայտնի կերպարը Ջեք Ֆիդլերն է, ով որ Կանադայում Օյիբվե ցեղի շամանն էր։ Ջեք Ֆիդլերը պնդում էր, որ իր կյանքի ընթացքում սպանել է 14 վենդիգոների։ Նրա պնդմամբ դրանց շարքում եղել են մարդիկ, որոնք որ հավատում էին, որ բռնված են Վենդիգոյի չար ոգով կամ էլ որ շուտով վերափոխվելու են Վենդիգոյի։ 1907 թվականին կանադական ոստիկանությունը ձերբակալում է Ջեք Ֆիդլերին։ Հետագայում Ֆիդլերը փախչում է կանադական բանտից և առեղծվածային պայմաններում ինքնասպանություն գործում։